Սյուզի ջան, ձեր հարցերը ավելի երկար ստացվեց, քան իմ ենթադրելու պատասխանները։ Հա, ուրեմն ես ձեզ ասեմ, իսկով ասեց, որ արշավը դադարել է։ Անպայման չի, որ արշավը այդպես գործողությունների տեսանելի քայլերի միջոցով իրականացվի։ Ուրեմն եկեղեցու դեմ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը արտահայտվել է ինչպես հրապարակային, այնպես էլ լատենտ, քողարկված։ Ուրեմն 18 թվականից հետո շրջանառվեց արդեն մի թեզ, որ եկեղեցու պատմություն առարկան պետք է դուրս բերվի դպրոցից։ Հիմա սա եկեղեցու դեմ քայլ է, թե քայլ չէ։ Հիմա որքան էլ դա գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվեր, որ իբրև թե եկեղեցու եւ ժողովրդի պատմությունը միասնական են, դրանք պետք է միասին ներկայացված լինեն եւ այլ, պարզ է, չէ, որ այս քայլը ուղղված էր եկեղեցու դեմ, եկեղեցու ազգային արժեքների դեմ։ Երկրորդը, ուրեմն նախընթաց շրջանում մենք ունեինք պրակտիկա, երբ որ մենք կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի հանձնաժողով գոյություն ուներ, որտեղ որ մենք դիմում էինք, մեր տարբեր ծրագրերը ազատվում էին հարկերից եւ այդ շրջանակներում մենք իրականացնում էինք գործողությունները ավելացված արժեքի հարկից ազատվելու։ Այս ոլորտում եւս բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել։ Երրորդը, դուք տեսաք, թե ինչպիսի գործողություններ իրականացվեցին, իհարկե դրանք այդպես չեմ կարծում, որ այտենց խորքային կարևոր բովանդակային երևույթներ են, բայց ինչ-որ ձևով արտացոլում են եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Ուրեմն մեր եպիսկոպոսները ունեին դիվանագիտական անձնագրեր։ Ուրեմն խիստ տարակուսելի էր այդ դիվանագիտական անձնագրերը հավաքել, բայց թողնել դիվանագիտական անձնագրեր այնպիսի անձանց կամ տրամադրել այնպիսի անձանց, որը մեղմ ասած, ասենք, տարակուսելի էր։ Երկրորդը կաթողիկոսի ուղեկցման մեքենայի հետ կապված հարցերը, այսպես ճղճին որոշ հարցեր, որոնցով անընդհատ փորձում էին հասկացնել տալ, որ եկեղեցին պետք է իր տեղը իբրև թե ճանաչի։ Ուզում եմ նմանօրինակ գործողությունները երբեք չեն դադարել։ Հիմա դրանք շատ ավելի ագրեսիվ բնույթ ստացան վերջին ժամանակներում, ուրեմն դա կարծում եմ ավելի արտահայտվեց 20 թվականից հետո, երբ որ եկեղեցու կամ կաթողիկոսի կողմից հորդոր ուղղվեց վարչապետին, որ պետք է թողնի պաշտոնը։ Հիմա թե խորքային ինչ գործընթացներ են հաջորդել կամ նախորդել դրան, թե արդյոք իշխանության իրականացրած հակաեկեղեցական գործողությունները նաև աշխարհաքաղաքական ետնախորք ունեն, ես դժվարանում եմ դա ասել, բայց որոշ զուգադիպություններ խորը կասկածներ են առաջացնում։ Օրինակ խոր տարակուսանք է առաջացնում այն, որ Փաշազադեի հայտարարությանը հետևում է երկրի վարչապետի հարձակումը, կամ խոր տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի նախագահի եւ վարչապետի, Հայաստանի վարչապետի խոսույթների համընկնումը, զուգադիպությունները։ Հիմա սրանք կարող են մարդկանց մոտ որոշակի տպավորություններ ստեղծել։ Կարծում եմ այո, կասկածներ առաջացնել, այո։ Եվ կարող են կարծրած առաջացնել այն փաստերը, որ այսպես եկեղեցու նկատմամբ իրականացվող տոտալ հարձակումների, հակաօրինական, հակասահմանադրական հարձակումների ֆոնին դեսպանատների կողմից այսպես խորը լռություն է պահպանվում, երբ նախընթաց տարիներին մի ակտիվիստի անհամարժեք վարքագծին ոստիկանների հարձագանքելը դառնում էր համաշխարհային աղմուկի առարկա, բոլոր դեսպանատները միաբերան գոռում էին, որ ոտնահարվում է մարդկային իրավունքները եւ այլն եւ այլն։ Հիմա ինչպես եղավ։ Եկեղեցու դեմ իրականացվող այս հարձակումները, եկեղեցու բռնազավթումը, Հովանավանքի սեփականատերը գոնե ակնհայտ է, որ եկեղեցին է։ Հովանավանքը բռնազավթված է։
Երկրի ղեկավարը, որ չունենալով նման իրավասություն, ուղղակիորեն միջամտում է եկեղեցու ինքնավարությանը։ Ինքն է որոշում, թե ով պետք է լինի եկեղեցում կաթողիկոսը, ինչ ընթացակարգերով պետք է լինեն դրանք, ինքը իրեն իրավունք է վերապահում, ինչ որ էքսպերտիզա սահմանել եկեղեցականների բարևարկության հետ կապված, եկեղեցականների ուրեմն կերպարի վերաբերյալ գնահատումներ է անում, բոլոր մարդիկ իր կերպարի հետ կապված, ժողովուրդը իր կերպարի հետ կապված որոշակի շատ լուրջ տարակույսներ ունեն, ինքը մտել է եկեղեցականների ուրեմն կերպարի գնահատման դաշտ։ Ուրեմն այս ամենը ենթադրում եմ արվում է իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Այսքանը առաջի հարցի մասով, երկրորդը ինչ վերաբերում է բանադրանքին։ Իհարկե մենք եկեղեցական գործիքակազմերի մեջ ունենք բանադրանքի ինստիտուտ, բայց կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Այդ բանադրանքը կիրառվում է ավելի բարձր ատյաններում, կաթողիկոսի ատյաններում, բայց կարծում եմ նաև, որ նման գործիքակազմ իրականացնելու համար պետք է շատ լրջորեն գնահատել, որովհետև հիմա մենք ունենք իրավիճակ, երբ հովանավանքի քահանային կարգալուծեն կարել, բայց քահանան իշխանությունների ուղիղ տեսանելի աջակցությամբ շարունակում է մնալ հովանավանքում որպես պաշտոնավարող անձ։ Այսինքն, տեսեք, այո, ուժային կառույցները ոչ միայն, այլև այն բոլոր մարմինները, դատախազություն, ոստիկանություն, որոնք պարտավոր են մարդու սեփականության, հաստատության սեփականության իրավունքը պաշտպանել, տարբեր տեսակի անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում են դա անել։ Ես ոչ մի պատճառաբանություն խելամիտ չեմ տեսնում, թե ինչպես է լինում, հակառակ նրան, որ մեր իրավաբանները դիմել են, որ այդ տարածքը ազատվի, բայց մինչև այս պահը այդ տարածքը ազատված չէ։ Ուրեմն այն ինչ որ տեղի է ունեցել Մոլդովայում, այն ինչ որ տեղի է ունեցել Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ փորձ է արվելու կիրառել այստեղ։ Եվ եկեղեցին չունի, գիտեք ինչ, բացի խոսքից, բացի իր գործիքակազմերից, պաշտպանական ավելի զգալի մեխանիզմներ, նկատի ունեմ ուժային կառույցներ, որոնք հարկադրանք կիրառեն իր իրավունքները պաշտպանելու համար։ Անգամ ինքնապաշտպանություն կիրառելու համար կարող է մարդկանց ուղղակի տանեն կալանավորեն։ Հիմա դա այդ տարածքը մերն է։ Այդ տարածքի նկատմամբ մեր սեփականության իրավունքը պաշտպանելու ինչ միջոցների կարող ենք դիմել։ Կռիվ հրահարենք, բռնություն կիրառենք, հարկադրանք կիրառենք։ Պարզ է, չէ, որ նման որևէ գործողության դեպքում անմիջապես իրավապահ համակարգները այս դեպքում կայծակնային արագությամբ են գործելու։ Կայծակնային արագությամբ։ Ոչ, թույլ տալու հարցը չէ, պետք է մտածել խելամիտ լուծումներ, եւ եթե անհրաժեշտ է այդ գործիքակազմերը օգտագործել, պետք է օգտագործել։ Որ օրակարգում։ Տարբեր զրույցների ժամանակ այդ թեմաների շուրջ քննարկվել ենք, բայց ասենք պաշտոնական տենց օրակարգում այդպիսի հարցադրումներ մենք տակավին չենք քննարկել։ ԱԱԾ-ի հետ կապված ես հանդիպել եմ երկու անգամն էլ հրապարակայնացված է եւ դրա մասին ասել եմ, ես իհարկե կապ չեմ ունեցել դրանց հրապարակման հետ, տարբեր լրատվամիջոցներ այդ մասին ինձ համար անհասկանալի ճանապարհով տեղեկացել են, թե ում հետ եմ հանդիպել, ինչպես եմ հանդիպել, ես չեմ ցանկանում անուններ հիշատակել, բայց արդյունքը դուք տեսնում եք։ Ինձ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել։ Ինձ հետ զրույց է եղել, ես ասել եմ իմ համոզումները, իրենք ասել են իրենց համոզումները, եւ մենք ինչպես Այսինքն, չէ, ինչի շուրջ, իմ դիրքորոշումների շուրջ, իմ արտահայտած դիրքորոշումների շուրջ, ես արտահայտել եմ իմ տեսակետները։ Խնդրեմ, ներողություն եմ խնդրում։ Մենք նաև ժամանակի խնդիր ունենք եւ լիքը մարդ այստեղ արդեն նեղանում է, որ
իրենց հարցերը չեն հնչում։ Խնդրում եմ, տպված կա չեն հիշում։ խնդրում եմ, հերթականությամբ, որը որ ես տեսել եմ, ես կհրավիրեմ պատասխանեք։ Այ, Ռոզան, Սկսենք նրանից, վեհապարը մենակ է մնացել, թե ոչ։ Իհարկե վեհապարը մենակ չի մնացել։ Դուք տեսաք, որ ընդամենը 10 եպիսկոպոսներ են հայտարարություն արել, իսկ վեհապարի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը դեսանելի դարձնելու համար անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են վեհապարի շուրջ, եւ ավելին ասեմ ձեզ, եթե անգամ վեհապարը ստեղծվի իրավիճակ, եթե անգամ այդպիսի իրավիճակ չի լինելու, մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է, որևէ մեկը, որևէ ձևով չի կարող համարել, որ վեհապարը պաշտոնաթող է եւ վեհապարը հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես նորից եմ ասում, վեհապարին աջակցողների բանակը մեծ է, վեհապարի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հավատարմությունը պահում են։ Հիմա ինչ վերաբերում է նրան, թե ինչու այն եպիսկոպոսները ուրեմն հանդես եկան եկեղեցու եւ եկեղեցականների կամ կաթողիկոսի դեմ։ Ես այն իրողության մեջ, որ կաթողիկոսը հովանավորել է իրենց, կոծկել է իրենց մեղքերը եւ դա եղել է պատճառներից մեկը, որ այսօր իրենք հանդես են եկել այսպիսի կեցվածքով, ես դրանց մեջ կապ չեմ տեսնում։ Կապ չեմ տեսնում, որովհետեւ ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ այն, ինչ որ մենք իրականացրել ենք այդ գործընթացների շրջանակներում իրենց նկատմամբ,
դա եղել է ճիշտ, դա եղել է օբյեկտիվ, եւ դա եթե հնարավորություն լինի նորից այդ երևույթների վերաբերյալ գնահատում իրականացնել, ես ինքս նույն ձևով կվարվեի, ինչպես մինչև հիմա վարվել եմ։ Իրականացվել են քննություն, ուսումնասիրություն եւ այդ ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել իրենց պաշտոնավարությունը այս կամ այն տեղում իրականացնելու համար։ Ես այդ առումով որևէ խնդրեմ չեմ տեսնում, խնդիրը նրա մեջ կոծկում չի եղել, քննություն ա եղել, քննությունների արդյունքում եղել է որոշում, կոծկում չի եղել, մենք արել ենք այն, ինչ որ այդ պահին քննության արդյունքներով Երևան է եկել։ Հիմա տեսեք, մենք ուսումնասիրություն ենք արել եւ ես ձեզ ասում եմ, այդ թեմաները մենք հեռու ենք այն մոտեցումները կիսելուց, որ պետք է այդ կարգի թեմաները հանրային քննարկման առարկա դարձնել։ Հիմա դուք ինչ գիտեք մենք ինչ ենք արել։ Մենք գործընթաց իրականացրել ենք եւ այդ գործընթացի շրջանակում կատարված ուսումնասիրությունների հիման վրա ինչ որ պետք է արվել է։ Հիմա թե ինչպես են այս անձերը իրենց դրսևորում, բացարձակապես դրա հետ կապ չունի։ Դա իրենց խղճի խնդիրն է, որին կարծում եմ հանրությունը համարժեք գնահատական տալիս է, տվել է եւ կտա։ Եվ ես էլ քիչ առաջ բնորոշեցի դա համապատասխան բառով։ Այն ինչ որ իրենց կողմից արվել է, դա դավաճանություն է, ուխտադրժություն է, հերձված առաջացնելու անթակույց քայլ։ Տեսեք, ես զուգահեռները մի քիչ տեղին չեմ համարում։ Տեսեք, ես որևէ մեկի հետ անձնական խնդիրներ չունեմ, որևէ մեկի նկատմամբ թշնամանք չունեմ, միգուցե մարդիկ ունեն այդպիսի զգացումներ, բայց այդպիսի զգացում թշնամական իմ նկատմամբ ունենալը ավելի շատ կարծում եմ բնորոշում է իրանց, քան թե ինձ, իրենց պետք է հարցնել, վայ ջան։ Երկրորդը խորքային պատճառներ ունեն, թե չունեն։ Կարող է ունեն, կարող է չունեն։ Ես քիչ առաջ հիշատակեցի, որ առնվազն տարօրինակ է, որ եկեղեցու դեմ իրականացվող այս հակաօրինական, հակասահմանադրական արշավին որևէ պատշաճ գնահատական չի տրվում միջազգային հանրության կողմից կամ համենայն դեպս դեսպանատների կողմից։ Դա այն դեպքում, երբ որ ինչ-որ այսպես կոչված իրավունքների պաշտպան, եթե 10 տարի առաջ որպես բողոքի արտահայտություն ուղղակի ասֆալտին պարկեր, դեսպանատները ուղղակի համաշխարհային աղմուկ էին անում։ Սա տարօրինակ չի, սա ինչ-որ բաների մասին չի խոսում։ Ամենայն հավանականությամբ, բայց ես փորձագետ չեմ եւ ընդամենը կարող եմ ուղղակի երևույթներից դատելով որոշակի ենթադրություններ, կասկածներ արտահայտել։
տեսեք ինքը process-ը ամբողջապես հակաիրավական է։ Հակաիրավական process-ը իրավական լուծում չի կարող ունենալ, որովհետև արդեն իսկ այն ամենը, ինչ որ կատարվում է եկեղեցու դեմ, իրավականության շղթում է, իրավաբանության շղթումն է։ Ես այստեղ իրավական լուծում չեմ տեսնում։ Սա ուղղակի ակնհայտ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված գործողությունների շարք է եւ դրան իրավունքով հակադրվելը կարող է որոշակի ինչ-որ արդյունքներ ունենա, բայց ամբողջապես չի պարատելու մեր մտահոգությունները։ Այստեղ խնդիրը ոչ իրավական առումով, ոչ կանոնական առումով, ոչ եկեղեցաբանական առումով որևէ ձևով արդարացված չէ քաղաքական կամ արտաքին որևէ ուժի միջամտությունը եկեղեցու կյանքից ներս։ Որ պահից սկսված եկեղեցում գործընթացները իրականացվեն արտաքին ճնշումների ազդեցության ներքո, այդ պահից սկսված եկեղեցին դադարում է մնալ իր առաքելության մեջ, որովհետև դա դառնում է սպասարկող արտաքին օրակարգերի եւ արտաքին ճնշումների։ Հանգուցալուծումը գիտեք ինչ, մեր եկեղեցին հիմա վերադառնան պատմությանը, չասեք որ վերադարձավ